Հարգելի հետևորդներ, բարի օր, մի փոքր կարճ մի բան եմ ուզում ասել ձեզ, թերևս բոլորս հասկանում ենք, որ իրավիճակը չափազանց լուրջ է, այլևս ստատուս գրելով, Facebook-ում ինչ-որ գրառումներով, չգիտեմ, ծաղրելով կամ հեգնելով, հումոր անելով իրավիճակին չենք օգնում, ընդհակառակը այն աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնք 2018 թվականին այդ գունավոր հեղափոխությամբ Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության, նրանք հասել են վերջին արարին, հաշվի առնելով, որ աշխարհում այս քաոսն է տիրում, Վենեսուելա, Իրանում է խառը իրավիճակ, Ուկրաինա, Ռուսաստան առճակատումն է, նոր զարգացումներ ապրում, տարբեր երկրներում խառնաշփոթ է, Եվրոպան իր խնդիրներով, եւ հիմա նրանք հարմար պահ են գտել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի միջոցով իրենք հասնեն իրենց նպատակներին։ Հիշեցնեմ, բազմիցս եմ կրկնել եւ հիմա էլ ուզում եմ կրկնել, որ այս ծրագիրը եկեղեցու դեմ, հայ առաքելական եկեղեցու մեր ինքնության արմատի դեմ այս հարձակումը սկսվել է 18 թվականի հեղափոխության առաջին իսկ օրերից, գունավոր հեղափոխության։ Ապրիլի 29-ին 2018 թվականի ուսապարկով մի տղամարդ համապատասխան գործիքներ ուսապարկի մեջ մագլցեց վերանորոգվող մայր տաճարի վրա, փորձելով սղոցել խաչը, կտրել եւ փոխարենը երկաթյա վարդ տեղադրել։ Բարեբախտաբար դա նրան չհաջողվեց, դրանից հետո հիշեցնեմ հարձակումները Վեհափար Հայրապետի վրա, ճանապարհ փակել, տարբեր հարձակումներ, հերյուրանքներ տարածել, մի խոսքով տարբեր հոգեորականների նկատմամբ հարձակումներ գործել եւ սոցիալական ցանցերով եւ իրենց մեդիաներով, այդ չարաբաստիկ Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումը, որի ներկայացուցիչները, այդ կարգալույծ սատանաները հիմա մասնակցում են Նիկոլ Փաշինյանի հետ տարբեր միջոցառումների, ինչևէ իրավիճակը չափազանց լուրջ է։ Եվ այո, մենք չենք կարող Վեհափար Հայրապետից եւ եկեղեցուց ինչ-որ բան պահանջել, վստահ եմ իրենք ավելի լավ գիտեն, թե ինչ պետք է անել, առավել եւս, որ պատմության ընթացքում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ արտաքին ուժերը փորձել են նույն ձևով հարցերը լուծել եկեղեցու հետ եւ նրանց չի հաջողվել։ Բայց ինչ սպասում ունենք առնվազն, որպեսզի կարգալույծ արվեն եւ մերժվեն այն այլևս նախկին հոգեվորականները, որոնք սատանայական գործարքի մեջ են մտել Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես կարծում եմ, մենք ինչ-որ բան պետք է անենք, որովհետեւ մարդիկ հուսա լքվում են։ Իդեպ այդ իմաստով մի բան կցանկանամ, որպեսզի մեր հետևորդները միշտ հիշեն։ Իշխանությունների ծրագիրն է, որպեսզի մենք բոլորս հուսահատվենք, բոլորիս ռեսուրսները մաշվեն, հյուծվեն, հուսալքվենք։ Մենք այդ նվերը չպետք է անենք իրենց որևէ դեպքում։ Մենք պետք է ճիշտ գործենք, գիտակցելով ինչի համար է, ինչ է եկեղեցին, ինչ է պետությունը։ Եվ չպետք է դա թույլ տանք։ Եվ մի փոքրիկ բան էլ։ Երբ որ այդ կեղծ սրտիկն է ցույց տալիս, Նիկոլ Փաշինյանը մի կողմից ոչնչացնում է մեր ժողովրդի ամենանվիրական արժեքները, բոլոր պետական ինստիտուտները, ոտնահարելով սահմանադրությունը, բոլոր մեր սրբությունները, կարմիր գծերը հատելով, հանձնելով Արցախը, Հայաստանից տարածքներ, այդքան 5000-ից ավելի տղաների լույսը մարելով, հիմա սրտիկ է ցույց տալիս։ Եկեք դրան պատասխանենք խաչով։ Ինչից է վախենում սատանան? Խաչից։ Եվ համախմբվենք, կանգնենք մեր եկեղեցու, մեր պետության կողքին։ Շնորհակալ եմ։